Ռուսաստանի համար գերկարևոր է մի ձև իշխանությունը վերադարձնել Գյումրի 2 սցենարով, իրանք կարող են դիմել ապակայունացնող գործողություններին նաև Հայաստանում, վտանգ կա ռուսական ռազմակայանից էլ, ռուսական այդ գործակալական ցանցից էլ եւ իհարկե ցույցերի կա որևէ կարող ահաբեկչական գործողությունների վտանգ լինի։ Ամենամեծ վտանգը այն է, որ կարող է բոլորը համախմբվել հիմա, տեսնելով նաև վերջի այդ վարկանիշները, որը իրանք ունեն այրայի նույն սոցհարցումով, կարող է Սավել Կարապետյանի շուրջ բոլորը միավորվեն եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը հենց դա է, որ բոլորը պետք է միավորվեն, որ կարողանան մի կերպ Գյումրի 2 իրականացնել, որ այդ ուրեմն խորհրդարան չանցնողները նաև մի ձև անցնեն մի խոսքով այդ օրակարգով, դա մեծ վտանգ է, դա կարող է տեղի ունենալ եւ իրականում դա լուրջ մարտահրավեր կլինի քաղաքացիական պայմանագրի համար, եթե բոլոր գործակալները միավորվեն։ Մյուս կողմից մեր հանրությունը բավականին լավ հասկանում է իրավիճակը, որ կարողանա կանխել ռուսական սցենարը, բայց կա մեկ բան. ռուսական իրաց գումարները պետք է սահմանափակվի։ Այսինքն խնդիր չեմ տեսնում, որ իրանք միավորվեն բոլոր գործակալներով միասին գնան, բայց եթե իրանք կարող են բարեգործության անունով կաշառել մարդկանց, եթե իրանք կարողանում են կազմակերպված ձևով օտար պետություններից մարդիկ բերեն այստեղ, եթե կարողանում են ներսում մարդկանց գումարների միջոցով աշխատավարձ եւ այլն հարյուրավոր միլիոն դոլար ծախսել, որ կաշառեն ժողովրդին, արեք ուղիղ ասենք, հա, ընտրությունները պատրաստում են, որ կեղծեն։ Ուղղակի պատմության մեջ աննկարագրելի բան է հիմա, այդ թվում համաշխարհային մասշտաբով, որ ընտրությունները ոչ թե իշխանություններն են ուզում կեղծել, ընդդիմությունն է ուզում կեղծել այս ընտրությունները։